վիդեոբլոգինգի մեջ պետք է հիմնականում մատուցես այն, ինչը քեզ հոգեհարազատ է, ինչում դու ավելի անկեղծ կլինես լսարանի հետ։ Բարև, իմ շատ սիրելի հեռուստադիտողներ։ Հեքիաթֆիլմ բլոգի եթերում մասնագիտություն եւ տաղանդ հաղորդումն է։ Այսօրվա մեր յուրահատուկ հյուրն է բլոգեր Ռուբեն Եսայանը։ Սպասվում է շատ առանձնահատուկ զրույց, այնպես որ մնացեք մեզ հետ։ Սիրելի հեռուստադիտողներ, մենք այժմ գտնվում ենք Էլ Գարդեն սրճարանում։ Ինքնատիպ ոճով, բացօթյա, կանաչապատ այս հրաշք վայրում, մաքուր օդի ու բնության ներդաշնակության ներքո կարելի է վայելել օրը թե գործնական եւ թե ժամանցային նպատակներով։ Էլ Գարդենը հարմար է նաեւ բացօթյա, գեղեցիկ հանդիսությունների կազմակերպման համար։ Էլ Գարդենի տարածքում գտնվում է նաեւ երեխաների համար նախատեսված Kids Zone-ը։ Փոքրիկների անմոռանալի ժամանցի համար այստեղ կա կենդանիների ֆերմա, խաղահրապարակ, զիփլայն, բատուտ եւ լողաբազան։ Kids Zone-ում կազմակերպվում են մանկական ամենատարբեր ծրագրեր եւ խաղեր։ Էլ Գարդեն, վայելքի լավագույն տարբերակը։ Սիրելի Ռուբեն, ողջույն։ Հուսով եմ լավ եք։ Լավ, մերսի։ Շնորհակալ եմ, որ այսօր այստեղ եք, հեքիաթֆիլմի եթերում։ Ես էլ եմ շնորհակալ։ Հարգելի Ռուբեն, ինչպես ստացվեց, որ որոշեցիք զբաղվել բլոգերությամբ եւ երբ են բացվել ձեր YouTube-յան ալիքները։ Ինչը հանդիսացավ ձեզ համար մոտիվացիայի աղբյուր։ YouTube-յան ալիքները բացվել են 2011-12 թվականներին։ Կոնկրետ նպատակ չի եղել բլոգինգով զբաղվելու, ուղղակի ես որոշակի տեսանյութեր էի պատրաստել դպրոցում ցուցադրելու համար, կապված էր հիմնականում առարկաների հետ, այն առարկաների, որոնք ես անցնում էի։ Հետո այդ տեսանյութերը սկսեցին շատ մեծ դիտումներ հավաքել YouTube-ում ու այդպես հասկացա, որ պետք է շարունակել զբաղվել դրանով։ Այն ժամանակ դեռ բլոգինգ կամ վլոգինգ այդ բառերը չկային մեր ապրելակերպում ու ուղղակի տենց վիդեո արտադրությամբ էինք զբաղվում։ Հետո կամաց-կամաց դա դարձավ մասնագիտություն ու արդեն առաջացան վլոգերներն ու բլոգերները։ Սիրելի Ռուբեն, կասեք, թե ինչ է իրենից ներկայացնում վիդեոբլոգինգը։ Եվ արդյոք բոլոր մարդիկ ճիշտ պատկերացում կազմում են այդ գործունեության շուրջ։ Ամեն ինչ այդքան հեշտ է, որքան թվում է։ Կխնդրեմ նաև ասեք բլոգի եւ վլոգի տարբերությունը։ Վերջից սկսեմ, բլոգը դա տեքստային ինֆորմացիան է, իսկ վլոգը տեսանյութով մատուցվող ինֆորմացիան է, վլոգը դա վիդեոբլոգ բառի կրճատ տարբերակն է։ Ինքը այդքան էլ հեշտ մասնագիտություն չի, ինչպես թվում է։ Ինչի է թվում հեշտ, որովհետև հիմնականում կապված է ժամանցի հետ, այն մարդիկ, ովքեր տեսնում են թե ինչ է իրենց մատուցվում, դրա ներսում եղած կատարվող գործողությունները կամ իրավիճակները թվում են շատ զվարճալի ու հետաքրքիր, բայց այդ ամենը ստանալու համար շատ մեծ աշխատանք ենք մենք տանում, այսինքն այն ամենը, ինչը կադրից դուրս է մնում, դրանք շատ ավելի մեծ ջանքեր են պահանջում, քան այն ամենը, ինչի մարդիկ տեսնում են։ Մեր օրերում դեռ վիդեոբլոգինգը որպես մասնագիտություն, մանավանդ Հայաստանում, այդքան չի ընկալվում, այս պահին դա տենց հոբիի նման մի բան է, բայց ամբողջ աշխարհում, Ամերիկայում, Ռուսաստանում ու մյուս եվրոպական երկրներում մասնագիտություն է դա որպես ընկալվում ու շատ-շատերը հենց հիմնականում զբաղվում են վիդեոբլոգինգով, ուրիշ ոչ մի բանով, դա իրենց համար հիմնական գործ է։ Ըստ ձեզ, բլոգինգը բիզնես է։ Նաև բիզնես է։ Նորից մեր երկրի հետ համեմատական տանելով ավելի շատ այս պահին Հայաստանում ինքը հոբի է, քան գումար աշխատելու միջոց, բայց գնում է դեպի նրան, որ կամաց-կամաց վերածվում է կոնկրետ մասնագիտության։ Բլոգերներն ինչպես կարող են կողմնորոշվել, թե ինչ կոնտենտ է պետք ստեղծել։ Անձամբ ձեզ որտեղից այդքան գիտելիք եւ նյութ ցուցադրելու համար։ Միթե դուք ամենագետ եք։ Չէ, ամենագետ չեմ ես, ուղղակի սիրում եմ կարդալ, պրպտել, այսպես ասած, գտնել հետաքրքիր ինֆորմացիա, այնպիսի ինֆորմացիա եմ փորձում տալ մարդկանց, որը դպրոցում կամ համալսարանում մարդիկ չեն կարող սովորել։ Իրենք պետք է ուղղակի նստեն ման ու գտնեն այդ ինֆոները, ես իրենց փոխարեն անում ու մատուցում եմ մարդկանց, իսկ թե ինչ թեմաներով պետք է նկարել, դա ամեն մեկից է կախված։ Վիդեոբլոգերի դերը նրանում է, որ ինքը ներկայացնի այն, ինչը իրեն հոգեհարազատ է։ Օրինակ հեռուստատեսության դեպքում, երբ որ դու հաղորդում ես վարում, դու հիմնականում անում ես այն, ինչ քեզ ասում են, բայց վիդեոբլոգինգի մեջ պետք է հիմնականում մատուցես այն, ինչը քեզ հոգեհարազատ է, ինչում դու ավելի անկեղծ կլինես լսարանի հետ։
YouTube-ի կանոնակարգը շատ հաճախակի փոփոխվում է։ Ինչպես եք հասցնում հետևել դրան եւ ստեղծել ձեր կոնտենտը։ Այնքան հաճախակի չի փոփոխվում, որ չհասցնենք հետևել, բայց հնարավորինս փորձում ենք ուշադիր լինել, մանավանդ վերջին շրջանում շատ մեծ փոփոխություններ եղան, եթե ուշադիր չլինենք այդ ամենին, ուղղակի չենք քայլի YouTube-ի ժամանակի հետ հավասար ու հետ կմնանք թրենդներից ու նոր առաջացող գործիքներից, բայց փորձում ենք հնարավորինս հետևել։ Ձեր նյութերում ինչպես էլ լինի, օգտագործվում են այլ աղբյուրներից վերցված վիդեոներ, երաժշտություն եւ նկարներ։ Բախվել եք արդյոք հեղինակային խնդիրների եւ խնդիրները ազդել են ձեր հոլովակների եկամտաբերության եւ վարկանիշի վրա։ Սկզբնական շրջանում եղել են նման դեպքեր, քանի որ չէի տիրապետում կանոնակարգին, բայց այժմ բացառապես օգտվում եմ ոչ հեղինակային իրավունք ունեցող երաժշտություններից եւ նաեւ հեղինակային իրավունք ունեցող տեսանյութերից, բայց դրանցից օգտվում եմ այնքան ինչքան թույլատրվում է օրենքով։ Այժմ իմ ալիքում հեղինակային իրավունքի խախտումներ չեն գրանցվում։ Հարգելի Ռուբեն, կասեք YouTube-ը վիդեոյի որ հատկանիշները հաշվի առնելով է այն ցուցադրում ավելի շատ մարդկանց, դարձնում եկամտաբեր եւ հաջողում այդ վիդեոյի վարկանիշը։ YouTube-ում ամենակարևորը նա է, որ դիտողին փորձեք պահել մինչև վերջ, այսինքն ինչքան հնարավոր է ուշ անջատի տվյալ մարդը տվյալ տեսանյութը, այդքան ավելի շատ տարածում կստանա տեսանյութը, հետևաբար նաև ավելի շատ ֆինանս կբերի։ YouTube-ում հնարավոր է առանց սոցիալական ցանցերի օգնության ունենալ մեծաքանակ հետևորդներ։ Կկիսվեք ձեր փորձով, ինչպես են ամենասկզբում հավաքում հետևորդների որոշակի քանակ, այնուհետև ավելացնում այդ քանակը եւ ինչպես են հասնում աներևակայելի արդյունքների հետևորդների քանակի առումով։ YouTube-ում ցանկացած որակյալ կոնտենտ ավտոմատ ձևով հավաքում է բաժանորդներ, սոցիալական ցանցերը դրանք միայն օգնում են որոշակի ձևով, բայց հիմք չեն հանդիսանում YouTube-ում բաժանորդներ հավաքելու համար։ Եթե դուք որոշակի որակյալ կոնտենտ եք տեղադրում այնտեղ ու սկսում հավաքել հետևորդներ, YouTube-ի ալգորիթմը ֆիքսում է, որ ձեր ալիքը հետաքրքրում է որոշակի լսարանի ու սկսում է այդ տեսանյութը ու այդ ալիքում տեղադրվող տեսանյութերը նորից ցույց տալ են մարդկանց, ովքեր դիտել են նախորդները, ու այդպես կամաց-կամաց հավաքվում են բաժանորդներ։ Իսկ սոցիալական ցանցերը միայն նրա համար են, որ նոր տեսանյութեր տեղադրելիս ձեր ընկերներին, ձեր հետևորդներին իրազեկեք, որ նոր տեսանյութ կա արդեն YouTube-ում, ու այդպես օգնում է ավելի ակտիվացնել ձեր տեսանյութի դիտումները։ Ինչպես եք վերաբերվում այն փաստին, որ TikTok-ում առաջընթացը շատ արագ է զարգանում, չէ՞ որ YouTube-ում նույն արդյունքներին հասնելու համար պահանջվում են տարիների ջանքեր։ TikTok-ը պետք չի համեմատել YouTube-ի հետ ընդհանրապես, որովհետև TikTok-ը դա վիդեո էջերի հարթակ է, իսկ YouTube-ը ինքը ավելի նման է on-line հեռուստատեսության, ավելի նման է օրինակ Netflix-ին։ Ինչի, որովհետև երբ որ դուք TikTok-ում տեղադրում եք ինչ-որ տեսանյութ, 1 տարի հետո, երբ որ ինչ-որ մարդ ուզենա նայի այդ տեսանյութը, ինքը շատ դժվարությամբ կգտնի դա, պետք է 1 տարի իջնի ներքև, օրինակ, ու գտնի նայի։ Իսկ YouTube-ը ինքը ալիքի պես է, մարդը մտնում է ու ձեր տեղադրած որ թվականին էլ տեղադրած լինեք, դա շատ հեշտ հնարավոր է գտնել որոնողական համակարգի միջոցով, ձեր ալիքի ինտերֆեյսի միջոցով, ու բացի դա YouTube-ում այսպիսի մի հատ բան կա, որ YouTube-ում մարդիկ ավելի հեշտ են հիշվում, քան TikTok-ում, այսինքն TikTok-ում այդ պահին են իրենք թրենդային, իսկ YouTube-ում, երբ որ դառնում ես թրենդ, շատ երկար ես մնում բաժանորդի, հետևորդի հիշողության մեջ։ Ինչ է իրենից ներկայացնում մեդիագրագիտությունը եւ բլոգինգով զբաղվողը։ Պարտադիր է, որ տիրապետի դրան։ Մեդիագրագիտությունը դա այն է, երբ որ մարդը կարողանում է սոցիալական հարթակներից եւ վիդեո հարթակներից օգտվի ճիշտ ձևով, գրագետ ձևով, հասկանա որն է իրենից ներկայացնում մեդիա աղբ ու դրանից չօգտվի, իր քայլերը, իր պրոֆայլը մատուցի մարդկանց ավելի գրագետ ձևով։ Պարտադիր է, որ բլոգինգով զբաղվող մարդը ունենա մեդիագրագիտություն, ավելի շատ ցանկալի է, որովհետեւ պարտադիր մի քիչ սխալ է ասել ինչի, որովհետեւ շատ մարդիկ ցավոք իհարկե վատ կոնտենտ են մատուցում ու այդ վատ կոնտենտը սպառողներ կան։
երբ որ պարտադիր բառն ենք օգտագործում, դա իրանից ենթադրում է, չգիտեմ, ինչ որ օրինակ օրենսդրական նորմեր, որը հաստատ վստահ եմ երբեք չի լինի։ Դրա համար, երբ որ մարդիկ լինեն մեդիագրագետ, արդեն կհասկանան, որ իրենց մատուցվող կոնտենտը վատն է ու դրան չեն հետևի, արդյունքում վատ կոնտենտը կսկսի պակասել, բայց դեռևս նման տենդենս չի նկատվում։ Որ ծրագրով եք մոնտաժում ձեր վիդեոները։ Համակարգչային վիդեոները մոնտաժում եմ Sony Vegas ծրագրով, իսկ սմարթֆոնի դեպքում օգտագործում եմ InShot, KineMaster եւ VivaCut ծրագրերը։ Կասեք, թե ինչպես են վաստակում ոսկե եւ արծաթե կոճակները YouTube-ում եւ ինչպես ստացվեց, որ դուք արժանացաք այդ պատվին։ Նշված մրցանակները իսկապես այդ մետաղներից են պատրաստված։ YouTube-ում, երբ որ հատում եք 100,000 բաժանորդի սահմանը, YouTube-ը մրցանակ է տրամադրում արծաթե կոճակի տեսքով, 1 միլիոնի դեպքում ոսկե կոճակ, իսկ 10 միլիոնի դեպքում ադամանտ։ Դրանք ամբողջապես արծաթ, ոսկի եւ ադամանտ չեն, այլ մեջտեղի լոգոն պատված է, օրինակ արծաթ ջրով կամ ոսկե ջրած է, բայց իրենք իրենցից այդպիսի մետաղական արժեք չեն ներկայացնում, այլ ուղղակի իրենք մոտիվացիա են, որը YouTube-ը ոնց որ տրամադրում է մեզ մեր գնահատելով մեր կատարած աշխատանքը։ Սիրելի Ռուբեն, Հեքիաթ Ֆիլմ բլոգը ձեզ համար պատրաստել է անակնկալ նվերներ։ Այս հետաքրքիր եւ օգտակար գիրքը ձեզ ենք հանձնում My Bookstore առցանց գրախանութի կողմից, որն իրականացնում է գրքերի անվճար առաքում Հայաստանի Հանրապետության ողջ տարածքում։ Շնորհակալ եմ շատ։ Հեղինակին չեմ ճանաչում, բայց կկարդամ անպայման, մերսի։ Ձեզ ենք հանձնում նաև փայտյա անվանական հուշանվեր ԿՏԵՄ ընկերության կողմից, որը զբաղվում է փայտյա իրերի, օրգանական ապակու, կաշվի եւ այլ նյութերի լազերային հատմամբ եւ փորագրմամբ։ Շնորհակալ եմ շատ։ Շատ սիրուն ա, մերսի։ Մեր հաղորդման նկարահանմանն աջակցելու համար շնորհակալություն ենք հայտնում Elgarden սրճարանին։ Ինքնատիպ ոճով, բացօթյա, կանաչապատ այս հրաշք վայրում, մաքուր օդի ու բնության ներդաշնակության ներքո կարելի է վայելել օրը թե գործնական եւ թե ժամանցային նպատակներով։ Elgarden-ը հարմար է նաեւ բացօթյա, գեղեցիկ հանդիսությունների կազմակերպման համար։ Elgarden-ի տարածքում գտնվում է նաեւ երեխաների համար նախատեսված Kids Zone-ը։ Փոքրիկների անմոռանալի ժամանցի համար այստեղ կա կենդանիների ֆերմա, խաղահրապարակ, զիփլայն, բատուտ եւ լողաբազան։ Kids Zone-ում կազմակերպվում են մանկական ամենատարբեր ծրագրեր եւ խաղեր։ Elgarden վայելքի լավագույն տարբերակը։ Դե ինչ, շարունակենք մեր զրույցը։ Սիրելի Ռուբեն, ձեր օրվա քանի ժամն եք տրամադրում ձեր բլոգին եւ որքան ժամանակ է մնում ձեր կյանքի մյուս ոլորտների համար։ Օրական առնվազն 4-ից 5 ժամ տրամադրում եմ իմ գործունեությանը։ Շատ հաճախ լինում է, որ գիշերը, որովհետև առավոտյան հիմնականում տանը չեմ լինում, բայց այն սցենարական աշխատանքը, որը պետք է անեմ, թողնում եմ գիշերվան։ Դա էլ եթե գումարենք, կարող է մի 8 ժամ լինի օրական, իսկ մյուս ոլորտներին տրամադրում եմ ժամանակ ոչ ամեն օր, հիմնականում հանգստյան օրերին։ Հարգելի Ռուբեն, կասեք, թե որն է ձեր կյանքի նպատակը եւ արդյոք շարժվում եք այդ ուղղությամբ։ Կասեք նաեւ, թե ինչպիսին եք տեսնում ձեր YouTube-յան ալիքները ապագայում։ Իմ կյանքի նպատակը մեկը չի, շատ են, հիմնականում կայանալ լավ միջավայր ստեղծել են մարդկանց համար, ովքեր հետևում են իմ գործունեությանը, այսինքն հնարավորինս այնպես անել, որ մարդիկ վերցնեն լավը, ամենալավը իրենց։ Իմ YouTube-յան ալիքները ապագայում տեսնում եմ, որ կլինեն ավելի որակյալ, աստիճանաբար այդ որակը կփորձենք բարձրացնել, նաև կլինի հետագայում կարծում եմ նաև կոնտենտ ալիք YouTube-յան, որը կվարեմ այլ լեզվով, անգլերենով։ Կպատմեք ձեր համալսարանական մասնագիտության մասին եւ արդյոք հիմա զբաղվում եք այդ մասնագիտությամբ։ Համալսարանական մասնագիտությունս մաթեմատիկ է կամ ծրագրավորող, երկու առարկաներն էլ մեր մոտ շատ մեծ ինտենսիվությամբ անցել ենք, ես մաթեմատիկա շատ եմ սիրում ու դրա համար եմ ընդունվել այդ ֆակուլտետ,
ծրագրավորումով զբաղվել եմ մի 2 տարի, բայց այս պահին չեմ զբաղվում դրանով, բայց մաթեմատիկական մտածողությունը շատ է օգնում թե այս ոլորտում եւ թե ընդհանրապես ամբողջ կյանքում։ Պան Արմենյան մեդիա դպրոցում ինչ կրթություն եք ստացել։ Պան Արմենյան մեդիա դպրոցում ստացել եմ հաղորդավարի եւ սցենարիստի սցենարական կրթություն։ Կպատմեք, թե ինչպես ստացվեց, որ սկսեցիք համագործակցել Հովհաննես Դավթյանի հետ։ Երբ որ Պան Արմենյան մեդիա դպրոցը ավարտեցի, ընդունվեցի Արմենիա հեռուստաընկերությունում ստենդափ ժանրի նախագիծ կար այնտեղ, որտեղ նաև աշխատում էր Հովհաննեսը։ Հետո ինքը դուրս եկավ նախագծից, բայց մենք արդեն ծանոթ էինք թեթև։ Երբ որ նախագիծը ավարտվեց, ես Հովհաննեսից առաջարկ ստացա իր մոտ սցենար գրելու, ու այդպես սկսեցի գրել, ինքը հավանեց իմ աշխատանքը, արդեն դարձանք ընկերներ շատ մոտ ու մինչև օրս արդեն ոչ թե գործընկերներ ենք, այլ ավելի շատ ընկերներ։ Ինչպես առաջացավ այն միտքը, որ ստեղծեք Instagram նախաձեռնությունը եւ ինչ է այն իրենից ներկայացնում։ Instagram-ի գաղափարը առաջացել է շատ կարճ ժամանակում ու տվել է ավելի մեծ արդյունք, քան ես սպասում էի։ Գլխավոր նպատակը պատերազմի ժամանակ օգնություն ցույց տալն էր մեր պետությանը ու առաջին հերթին Instagram-ի միջոցով փորձեցինք համաշխարհային աստղերին ստիպել, որ իրենք խոսեն Հայաստանում ու Արցախում տեղի ունեցող իրադարձությունների մասին, իսկ երկրորդ նպատակը այն էր, որ YouTube-ի միջոցով գումար աշխատենք ու փոխանցենք համահայկական հիմնադրամին։ Ու այդպես մոտ 20-21 համաշխարհային աստղ խոսեց իր էջերում սոցիալական պատերազմի մասին, իսկ գումարի առումով ընդհանուր մոտ $45,000 օգնություն ցուցաբերեցինք թե պետությանը եւ թե զինվորներին։ Հարգելի Ռուբեն, 2020 թվականին հանդես եկաք ձեր առաջին դերակատարմամբ։ Ինչպես ստացվեց, որ ձեզ հրավիրեցին եւ երբևէ երազել եք նկարահանվել որպես դերասան։ Առաջարկը ստացա սերիալում նկարահանվելու Աշոտ Տեր-Մաթևոսյանից դերասան ու սերիալում նկարահանվելը իմ ուներ մեկ նպատակ, քանի որ վիդեոբլոգինգին հետևում են ավելի շատ երիտասարդները ու երեխաները, պատանիներն ու երիտասարդները ու մեծահասակները այդքան դեռ այդ ոլորտի մասին չգիտեն։ Ես ուզեցի մեծացնել իմ լսարանը, իմ ճանաչելիությունը նաև մեծահասակների մոտ ու գիտենք, որ մեծահասակները մեր օրերում շատ մեծ ակտիվությամբ սերիալ դիտողներ են ու սերիալի նկարահանումից հետո ես հասկացա, որ իրոք ճիշտ էի արել, որովհետև արդեն սկսել էին նաև ինձ ճանաչել 35-ից ավելի բարձր տարիքի մարդիկ։ Ձեր հայրենի ջերմուկ քաղաքի մասին կհայտնեք այնպիսի տեղեկություն, որի մասին շատերը չգիտեն։ Ջերմուկի մասին շատ հետաքրքիր պատմություններ կան, նրանցից մեկը այն է, որ օրինակ Իսրայել օրին շատ մեծ գործունեություն է ծավալել ջերմուկի տարածքում ու իր արձանը հենց ջերմուկի կամուրջի մոտ տեղադրված է։ Ինչն է կարևորում կյանքում եւ ինչը կփոխեիք երկրագնդի վրա, եթե այդ հնարավորությունը ունենայիք։ Կյանքում կարևորում եմ երջանկությունը, դա ինձ համար բարձրագույն արժեք է։ Իսկ ինչը կփոխեի երկրագնդի վրա, ինձ թվում է կփորձեի, եթե հնարավոր լիներ, այնպես անել, որ պատերազմները վերանային։ Հարգելի Ռուբեն, ո՞րն է ձեր հաջողության գաղտնիքը։ Աշխատասիրությունը ու սերը այն ամենի նկատմամբ, ինչով որ զբաղվում եմ։ Եվ վերջում, սիրելի Ռուբեն, մեր բլոգասեր հեռուստադիտողներին կօգնեք ձեր խորհուրդներով, ինչպես պրոֆեսիոնալ կերպով ստեղծեն վարեն վլոգ, ձեռք բերեն շատ հետևորդներ, ունենան մեծ հաջողություններ եւ ինչու ոչ, նաեւ վաստակեն գումարներ։ Ասեք նաեւ, թե ինչպես է հնարավոր դառնալ ձեր աշակերտը բլոգինգի ոլորտում։ Կոնկրետ խորհուրդ չկա, որը ես տամ, ասեմ այսպես արեք ու դուք ունենաք շատ հետևորդներ։ Պետք է ուղղակի անել օրիգինալ կոնտենտ, լինել կրեատիվ, օրիգինալ ու մատուցել այդ ամենը որակյալ։ Այդ կախված է ամեն մեկից, իր անհատականությունից է կախված, որևէ մեկը մեծ հաշվով չի կարող ասել դու այսպիսի բան արա ու կհաջողես։ Պետք է ինքդ կարողանաս օրիգինալ կոնտենտ մատուցել մարդկանց։ Ինչպես դառնալ իմ աշակերտը, ես տարբեր դասընթացներ եմ անցկացնում, թե on-line, թե գործնական, ուղղակի կարող են սոցիալական էջերով կապ հաստատել ինձ հետ ցանկության դեպքում ու տվյալ պահին գործող դասընթացի մասին ինֆորմացիա ես կփոխանցեմ անպայման։
Սիրելի Ռուբեն, անչափ շնորհակալ ենք օգտակար եւ հետաքրքիր զրույցի համար։ Հուսով եմ, ձեր խորհուրդները շատ կօգնեն մեր հեռուստադիտողներին։ Ես էլ եմ շնորհակալ ու ձեզ հաջողություն եմ մաղթում։ Շնորհակալություն։ Հեքիաթ ֆիլմի առանձնահատուկ հեռուստադիտողներ, եթերում մասնագիտություն եւ տաղանդ հաղորդումներ։ Իսկ մեր հյուրն էր հաջողակ բլոգեր Ռուբեն Եսայանը։ Կհանդիպենք։